Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի պետության կողմից դատապարտյալների նկատմամբ արտոնություն տվող, այսպես ասած, ինստիտուտ է, քանի որ հնարավորություն է տալիս դատապարտյալներին պատշաճ վարքագիծ դրսևորելու եւ պատժի նպատակները վաղաժամ իրականացնելու դեպքում ազատվել պատժի հետագա մասի կրումից։ Իհարկե, պայմանական վաղաժամկետ ազատվելից անձինք չեն ամբողջությամբ ազատվում պատժի կրումից, այլ նրանք շարունակում են գտնվել վերահսկողության ներքո, այսինքն պետության տեսադաշտում դեռևս շարունակում են գտնվել պրոբացիայի ծառայությունում հաշվառվելու եւ այնտեղ փորձաշրջան անցնելու միջոցով, եւ պետությունը փաստացի նրանց դեռևս շարունակում է պահել իր ուշադրության կենտրոնում եւ այդ պատժի չկրած մասով վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, սահմանելով նրանց նկատմամբ տարբեր պարտականություններ, որպեսզի անձինք դիմեն պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին, պետք է որ խուսափողական ժամկետները նրանց պատժի կրումից անցնի, դրանից հետո նրանք հնարավորություն ունենան նման դիմումներով հանդես գալ։ Այդ գործընթացը իրականացվում է պրոբացիայի ծառայության եւ պատիժը կրող հիմնարկի, այսինքն քրեակատարողական ծառայության կողմից տրված համապատասխան զեկույցների հիման վրա, այսինքն գործընթացը սկսվում է այդ զեկույցների կազմամբ եւ կազմված զեկույցների արդյունքներով պայմանավորված էլ արդեն դատապարտյալները հնարավորություն են ունենում դիմել դատարան կամ հրաժարվել դատարան դիմելուց։ Գործընթացը կատարվում է զեկույցները դրական կամ բացական լինելու արդյունքում, եթե երկու դրական զեկույց են ունենում, ապա մեխանիկորեն արդեն նրանց գործը գնում է դատական քննության, եթե մի զեկույցը դրական է, այսինքն պրոբացիայի կամ քրեակատարողական ծառայության զեկույցը դրական է, իսկ մյուսը բացական է, ապա այդ դեպքում պարտադիր է դատապարտյալի համաձայնությունը, իսկ եթե երկուսն էլ բացական են, ապա այդ դեպքում դատապարտյալը իրավունք ունի իր դիմումի համաձայն, այսինքն քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը բողոքարկելու արդյունքում արդեն իր պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննարկման առարկա դարձնի դատարանում։ Նախկին կարգավորումների համաձայն նախկինում կար, այսպես ասած, անկախ հանձնաժողով, որը ճակերտավոր դատարանի լիազորություններն էր իրականացնում, եւ եթե օրինակ անկախ հանձնաժողովը մերժեր անձին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, ապա հարցը նույնիսկ քննարկման չէր դառնա դատարանում, սակայն հետագայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում, քանի որ այդ իրավիճակը անթույլատրելի էր, որովհետև ստացվում էր, որ ինչ-որ հանձնաժողով դատարանի լիազորություն էր իրականացնում եւ ինքն էր որոշում, որ դատապարտյալը կարող է պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել, որը ոչ, հետագայում փոփոխությունների արդյունքում արդեն ներդրվեց այս զեկույցների կազմման մեխանիզմը, որի արդյունքում ցանկացած ելքի դեպքում էլ դատապարտյալը հնարավորություն ունի, որպեսզի իր հարցը քննարկվի դատարանում։ Հարկ է նշել նաև, որ այդ զեկույցները իրենք որևէ կերպ դատարանի համար պարտադիր բնույթ չեն կրում, դրանք խորհրդատվական բնույթի են եւ դատարանը ուղղակի այդ զեկույցի մեջ ներգրավված հարցերը եւ եզրահանգումները պարզապես հաշվի առնում որոշում կայացնելիս։ Վերասոցիալականացման ծրագիրը դրանք իրականացվում են քրեակատարողական ծառայության, քրեակատարողական հիմնարկների կողմից, դրանք շատ կարևոր բաղադրիչ են եւ իրենց շատ արժեքային տեղն ունեն այդ դատապարտյալի ուղղման գործընթացում։ Համապատասխան բաժինների, օրինակ սոցիալ-հոգեբանական բաժինների կողմից իրականացվող աշխատանքների արդյունքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը զեկույց կազմելիս հանգում է հետևության, արդյոք այս անձի ուղղման եւ վերասոցիալականացման գործընթացը հասել է ավարտին, թե ոչ, դրանով էլ պայմանավորված արդեն ներկայացում է նրան համապատասխան զեկույցը։ Ի տարբերություն պրոբացիայի ծառայության զեկույցի, քրեակատարողական ծառայության զեկույցը կազմում է բալային համակարգով, այսինքն դատապարտյալը որպեսզի ունենա դրական զեկույց, պետք է ունենա 28 բալ եւ ավելին։ Եթե այդ բալերը չի հավաքում, ապա նրա զեկույցը լինում է բացական, իսկ դրական զեկույցը արդեն իհարկե հաշվի առնում նաեւ դատական քննության փուլում։ Իսկ պրոբացիայի ծառայության զեկույցը որևէ կերպ բալային համակարգով չի չափվում եւ նրանք պարզապես համապատասխան հանգամանքները հաշվի առնելով վերջում եզրահանգում են, արդյոք անձը ուղղվել է եւ նրա վերասոցիալականացման գործընթացը կարելի է համարել ավարտված թե չէ եւ անձը ենթակա է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, թե ոչ։ Հետեւաբար եթե քրեակատարողական ծառայության զեկույցների կազմման դեպքում կա որոշակի չափման միավորներ, պրոբացիայի ծառայության զեկույցների կազմման դեպքում որևէ հստակ չափորոշիչներ դրա համար սահմանված չեն։ Իմ համար որպես պրակտիկ իրավաբան այս զեկույցների մեխանիզմը ինքնին
ընդունելի չէ, որովհետև դրանց կազմման մեխանիզմը եւ դրանց հիմքում ընկած հանգամանքներին տրվող գնահատականների ըստ իս հիմնավորված չեն, հա։ Ինչու է դա այդպես։ Ուրեմն պրոբացիայի ծառայության զեկույցը կազմելիս նրանք կազմում են ձևաչափի հիման վրա, հա, հատուկ ունեն ձևաչափ, որտեղ նշում են դատապարտյալի անձնական գործից վերցված տվյալներ եւ վերցում մեկ նախադասությամբ ընդհանրապես եզրահանգում են արդյոք այդ անձը ենթակա պայմանական վաղաժամկետ ազատման թե ոչ։ Այդ զեկույցներում, այսինքն այդ ծամաված ձևանմուշներում որևէ կերպ պատճառաբանական մաս չկա, թե ինչու անձը օրինակ ենթակա չի պատժիչ պայմանական վաղաժամկետ ազատման կամ հակառակը, հա, այսինքն պրոբացիայի ծառայության զեկույցներում պատճառաբանական մաս բացակայում է։ Նրանք ուղղակի պարզ շարադրանքով առանձնացած, հա, բաժիններով թվարկում են անձը բնութագրող տվյալները դատապարտյալի եւ արդեն վերջում մեկ նախադասությամբ առանց որևէ պատճառաբանություն եւ հիմնավորումներ ներկայացնելու կայացնում են եզրահանգում։ Հետևաբար մեզ որպես փաստաբանների դատարաններում հանդես գալուց, եթե օրինակ պրոբացիայի ծառայության զեկույցը լինում է բացական, մենք այդ խնդիրը բարձրացնում ենք, թե ինչու է պայմանավորված, որ նրանք տվել են բացական զեկույց, որովհետև ինքնին այդ զեկույցի ուսումնասիրությամբ պարզ չի դառնում, որ այս հանգամանքները հաշվի առնելով, որ պրոբացիայի ծառայությունը տվել է բացական զեկույց, քանի որ ինչպես նշեցի, այնտեղ բացակայում է պատճառաբանական մասը։ Հիմա եթե պրակտիկայում նայենք բոլոր զեկույցները կազմված, դրանք նույնանման են եւ դրանցում բոլորում բացակայում են եւ հիմնավորումները եւ պատճառաբանությունները։ Նախկին իմ դատախազական փորձից ասեմ, այդ խնդիրը ես նաեւ նախկինում եմ բարձրացրել եւ հակառակ արդեն համատեքստում, երբ որ տալիս էին դատապարտյալներին դրական զեկույց, որ նրանք ենթակա են պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, ես նույնպես այդ զեկույցները ուսումնասիրելուց չէի հասկանում, թե կոնկրետ ինչ հանգամանքներն են հաշվի առնվել, որովհետև ինչպես արդեն նշեցի, նրանք ուղղակի թվարկում են անձնական գործում առկա տվյալները։ Ինչ վերաբերում է քրեակատարական ծառայության զեկույցին, դա նույնպես իմ համար խնդրահարույց է, ինչ առումով բալային համակարգի, այսինքն բալեր գումարելու արդյունքում նրանք ստանում են թիվ 28 բալ եւ եթե 28 բալ անձը հավաքում է, մեխանիկորեն նրա զեկույցը լինում է դրական, հա, բայց այստեղ հայեցողական մի փոքր լիազորությունը, հայեցողական այդ մոտեցումը քրեակատարական ծառայության բացակայում է, որը իմ կարծիքով այդքան էլ այս իրավիճակում թույլատրելի չի, հա, որովհետեւ քրեակատարական հիմնարկը եւ քրեակատարական ծառայությունը դա այն մարմինն է, որ անմիջականորեն ամեն օրյա ռեժիմով աշխատում է կոնկրետ դատապարտյալի հետ եւ մեխանիկորեն այդ գնահատական, այսպես ասած, բալեր տալը եւ բալերի արդյունքում դրական զեկույց ունենալը չի կարող արտացոլել իրական պատկերը։ Ես պրակտիկայում ունեցել եմ դեպքեր, երբ որ քրեակատարական ծառայությունը մարդուն մերժել է մեկուսացվածության առավել ցածր աստիճանում պատիժ կրել է, հա, բայց մի ամիս հետո տվել է դրական զեկույց, որ այդ անձը ենթակա պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման։ Այսինքն ընդամենը մի ամիս առաջ, երբ որ բալային համակարգ չկա եւ զուտ իրանց աշխատանքների եւ հայեցողության վրա է, քրեակատարական ծառայությունը իրանց տարված աշխատանքների արդյունքում հանգել է եզրահանգման, որ այս անձը նույնիսկ ենթակա չի ավելի մեղմ պայմաններում պատիժ կրելու, որտեղ նրա ուղղման աշճանը, նրա ուղղման գործընթացը դեռևս այդքան չի կատարվել, հա, սակայն մեկ ամիս հետո, երբ գումարել է համապատասխան բալերը եւ ստացել է 28 բալ, մեխանիկորեն տվել է դրական զեկույց, որ անձը ենթակա պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման։ Հետևաբար այս երկու հակասական իրավիճակները ինքնին վկայում են այն մասին, որ այդ բալային համակարգը որևէ կերպ արդարացված չի կարող լինել եւ շատ դեպքերում կարող է այո նա չարտացոլի իրականությունը, հա։ Օրինակ բալային համակարգում կապված մարդու տարիքից տրվում է բալ, օրինակ եթե մարդը ենթադրենք 20 տարեկան է, մեկ այլ բալ է տրվում, ավելի ցածր, եթե տարիքով ավելի բարձր բալ է տրվում կամ հակառակը, եթե օրինակ իր մեղքը ընդունել է դրա համար մեղավորությունը ընդունելու համար բալ է տրվում այդ մարդուն, եթե չի ընդունել, ապա համապատասխան այդ երկու բալը օրինակ չի տրվում։ Հաստեղ ինչ խնդիր կարանք ունենանք։ Ստացվում է իրավիճակներ եւ պրակտիկայում են կան դեպքեր, երբ որ անձիկ 10 տարի օրինակ պատիժ են կրել, 10 տարվա ընթացքում եւ դատապարտվել են եւ 10 տարվա ընթացքում էլ իրենք պատիժ կրելու ընթացքում չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը եւ իրենց մեղքը չեն ընդունել։ Բայց երբ հասկացել են, որ 11-րդ տարում արդեն իրենց մեղքը ընդունելու արդյունքում իրենք կունենան 2 բալ, իրենք այդ մեղավորությունը, այսպես ասած, մեղքը ընդունել են, հայտարարել են, որ այս մեղքը ընդունել են եւ դրա համար ստանում են համապատասխան բալ։ Այստեղ խնդիրը արդեն կայանում է նրանում, որ ակնհայտ է, որ դա իրականությունը չի արտացոլում, այսինքն այդ անձը չի ուղղվել իրապես, որովհետեւ չի կարող նախորդ 10 տարիների ընթացքում չընդունի, բայց 11-րդ տարում երբ հասկանում է, որ դա իրեն կարևոր է պայմանական վաղաժամկետ ազատվելու համար, այդ
հանգամանքը ընդունի։ Հետևաբար մեխանիկորեն աշխատանք է կատարվում եւ ըստ իս այդ բալային համակարգը չի կարող իրապես ցույց տալ այն պատկերը, թե անձողողված է, թե ոչ, որովհետեւ իմ կողմից արդեն նշված օրինակներում հակասական շատ իրավիճակներ են լինում, երբ որ մարդիկ պարզապես այդ գործողությունները կատարում են բալեր հավաքելու համար, հա, լավ քաջ գիտակցելով, որ դա իրականությունում ունենք լրիվ այլ պատկեր։ Ես կառաջարկեմ հետևյալ փոփոխությունը, հա, որ նորից թող մնա զեկույցների կազմման գործընթացը, հա, որովհետև ինքնին ինքը իր գաղափարը լավն է, որ մի կողմից տալիս է երկու պետական մարմիններ, հա, ովքեր շփվում են դատապարտյալների հետ, տալիս են իրենց կարծիքը, որը խորհրդատվական բնույթ ունի դատարանի համար։ Դա շատ լավ ինստիտուտ է, լավ գործող կառուցակարգ է, բայց այստեղ խնդիրը կայանում է այդ զեկույցների կազմման գործընթացին, հա, այսինքն եթե քերակատողական ծառայությունը եւ հիմնարկը սահմանափակված չլինի բալային համակարգով, այլ պարզապես ի տարված աշխատանքների հիման վրա կայացնի հիմնավոր որոշում, ապա դա ավելի արդյունավետ կլինի, քան մեխանիկորեն բալերի գումարման արդյունքում ստացված եզրակացությունը, որովհետեւ հնարավոր է իրավիճակներ, երբ որ քերակատողական ծառայությունը եւ քերակատողական հիմնարկը անձին մեխանիկորեն բալեր գումարելու արդյունքում ստիպված կան, որ ունեցել է 28 բալ տա դրական զեկույց, բայց հենց հիմնարկը կամ քերակատողական ծառայությունը համոզված չլինի, որ այդ անձը արդեն իսկ ուղղված է եւ ենթակա պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, հա։ Հետևաբար ես կարծում եմ, որ նախ մի փոքր այդտեղ պետքա տրվի հայցողական լիազորություն, պատճառաբանված որոշում կայացնելու համար քերակատողական հիմնարկին, ինչ վերաբերում է պրոբացիայի ծառայությանն էլ կառաջարկեմ այդ փոփոխությունները իրականացնել, այսինքն ոչ միայն ձևական առումով նշել անձնական գործում տվյալները եւ մի նախադասությամբ կատարել եզրահանգում, այլ այդ որոշումները դարձնել պատճառաբանական, հա, ավելի պատճառաբանված։ Պրոբացիայի ծառայությունը շատ անգամ նաև կարծիքները հավաքում արտաքին աշխարհից, այսինքն հարևաններից, ընկերներից, բարեկամներից, այլ որը նույնպես ողջունելի է, բայց այդ ամեն ինչը պետք է դրական արձագանք եւ վերլուծություն ունենա այդ զեկույցներում, համադրելով դրանք անձի պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագծի հետ։ Հետևաբար փոփոխությունը կառաջարկեմ կատարել զեկույցների պատճառաբանական մասում եւ դրանք ոչ թե լինեն ձևական, այսինքն շարադրանքով կամ բալերի հավաքմամբ, այլ պատճառաբանված եզրահանգում կատարելու միջոցով։ Վնասի հատուցումը իրականում շատ կարևոր հանգամանք է հասկանալու համար անձողվել է թե չէ եւ իհարկե դա մեծ դեր ունի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում, բայց այո, ինքնին միայն այդ վնասի չհատուցած լինելը չի կարող հիմք հանդիսանալ անձին պայմանական վաղաժամկետ ազատումը մերժելու համար, որովհետեւ հնարավոր է մարդը իրապես զղջում է իր կատարածի համար, բոլոր հնարավոր քայլերը դրսևորել է, որպեսզի ապացուցի դա, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող օրինակ մարել պատճառած վնասը, որովհետև այո, գտնվում է քրեակատողական հիմնարկում, որտեղ եւ աշխատանքի սահմանափակում ունի, եւ վարձատրության եւ այլն։ Այս դեպքում շատ կարեւոր կառուցակարգեր կան եւ շատ կարեւոր օրենսդրական կարգավորումներ կան, որոնք կարող են օգնել, հա, այս իրավիճակին, դրանք դատապարտյալի վրա փորձաշրջանի ընթացքում դրվող պարտականություններ են։ Այսինքն, երբ որ դատապարտյալը իրապես զղջացել եւ պատրաստական է վնասը փոխհատուցել, ապա դատանը նրան պայմանական վաղաժամկետ ազատելիս կարող է նրա վրա դնել պարտականություն փորձաշրջանի ընթացքում մարել այդ պատճառած վնասը։ Այո, մենք պրակտիկայում շատ ենք ունեցել նման դեպքեր, երբ որ անձը իրապես հնարավորություն չի ունեցել դա մարելու, այդ պատճառած վնասը ֆինանսական, բայց հասել ենք այն արդյունքի, որ դատարանները նրանց պայմանական վաղաժամկետ այնուամենայնիվ ազատել են եւ նրանց վրա փորձաշրջանի ընթացքում պարտականություն են դրել, աշխատել եւ աշխատելու միջոցով այդ գումարները մարել։ Այսինքն ստացվում է ժամանակացույց է տրվել, հա, հստակ ամսական ժամանակացույց, որ X գումարի չափով պետքա պատճառած վնասի մարում կատարվի։ Այդ մարումները ամբողջությամբ կատարվել են եւ դրա նկատմամբ վերահսկողությունն էլ իրականացրել է պրոբացիայի ծառայությունը, այսինքն այստեղ ստացվում է երկու արժեքներն էլ լինում են պաշտպանված։ Անձը այդ հիմքով չի մերժվում եւ միայն պատճառած վնասը չփոխհատուցած լինելու պատճառով չի ազատվում, այսինքն ազատվում է եւ այդ հիմքում չի դրվում պատճառած վնասը փոխհատուցած չլինելը, հա, այսինքն անձի ազատության իրավունքը ապահովում է եւ մյուս դեպքում էլ տուժած շահերի պաշտպանությունը նույնպես բարձր մակարդակով իրականացվում է, քանի որ այդ գործողության արդյունքում դատապարտյալը այլ տարբերակ չի ունենում, քան այդ փորձաշրջանի ընթացքում այդ պարտականությունը կատարելը եւ իր վրա
վերադրված այդ ֆինանսական բեռը մարել է, քանի որ եթե նա դա չկատարի, ապա դա կդիտվի որպես դատարանի կողմից իր վերադրված պարտականությունը չկատարել է եւ դրա արդյունքում պրոբացիայի ծառայությունը հնարավորություն կունենա միջնորդություն ներկայացնել դատարան եւ նրա նկատմամբ ընտրված այդ փորձաշրջանը վերացնել եւ հետ ուղարկել նրան քրեակատվական հիմնարկ պատիժը կրելու։ Իսկ սա շատ ընդունելի տարբերակ է, երբ այն դատապարտյալները, ովքեր չունեն հնարավորություն պատճառը ձոնասը փոխհատուցել, միևնույնն է հայտնվեն ազատության մեջ եւ արդեն փորձաշրջանի ընթացքում ամբողջությամբ այդ վնասը մարեն։ Միայն պատշաճ վարքագիծ ունենալը դա դեռևս բավարար չէ ըստին անձի պայմանական վաղաժամկետ ազատելու համար։ Այսինքն բացի պատշաճ վարքագծից անձը պետք է ունենա նաեւ դրական դինամիկա եւ նրա վարքագծի դրական դրսևորումներ, հա, եթե պատշաճ վարքագիծ է դրսևորում ենթադրենք եւ իր պարտականությունները կատարում է, այսինքն չի խախտում ներքին կարգապահական կանոնները կամ որևէ այլ նոր հանցանք չի կատարում, դա դեռևս չի նշանակում, որ անձը ուղղվել է, հա։ Անձի ուղղման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ որ դատապարտյալի վարքագծում նկատվում է դրական գործողություններ, դրական քայլեր։ Դրանք են օրինակ քրեակատվական հիմնարկում աշխատանքների մասնակցությունը, վերասոցիալականացման տարբեր միջոցառումներին մասնակցելը, քրեակատվական հիմնարկներում նախաձեռնություններ ցույց տալը որոշակի միջոցառումներ, որոշակի դրական ինչ-որ աշխատանքներ կատարելու համար։ Միջոցառումներին մասնակցությունը ինքնին կարող է դրական դինամիկա համարվել եւ հիմք հանդիսանալ անձին պայմանական վաղաժամկետ ազատելու համար։ Իհարկե կա դրանց վերաբերյալ մի շարք Ժառաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտած դիրքորոշումներ այն մասին, որ միայն խրախուսանքի միջոցները կամ միայն տուժը չի կարող ինքնին հիմք հանդիսանալ անձին պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու կամ բավարարելու համար եւ այլ պետք է այդ ամբողջ պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագիծի համակցության մեջ հաշվի առնի դատարանը, այսինքն այնպես չէ, որ եթե անձը օրինակ 2 անգամ ենթարկվել է պատժի կրման սկզբնական փուլում տուժի, իսկ դրանից հետո տուժ չունի, ապա այդ երկու տուժի արդյունքում ինքը երբեք չի կարող ազատվել պատժից պայմանական վաղաժամկետ։ Իհարկե դա որևէ կերպ օրենքի տրամաբանությանը չի կարող այդ մոտեցումը համապատասխանել, հետեւաբար անհրաժեշտ է ամբողջ պատժի կրման ընթացքը եւ այդ ընթացքում դրսևորած վարքագիծը հաշվի առնել եւ դրա արդյունքում նոր տարի եզրակացություն արդյոք անձը ենթակա է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման թե ոչ, ինչն էլ նաեւ արդեն այդ եզրակացությունն էլ հաշվի կառնվի դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելիս։ Եթե դատապարտյալը դիմել է եւ մերժվել է դատարանի կողմից, դատարանի որոշմամբ, ապա նա կարող է դա վերաքննիչ դատարան բողոքարկել եւ այդ բողոքարկման արդյունքում փորձել հասնել դրական արդյունքի։ Եթե նա նկատմամբ կայացվել է բացասական զեկույցներ, որի արդյունքում, հա, արդեն մեխանիկորեն քրեակատվական հիմնարկի պետը որոշում է կայացնում նրա հարցը չներկայացնել դատարան, ապա դատապարտյալը հնարավորություն ունի բողոքարկել քրեակատվական հիմնարկի պետի որոշումը արդեն քրեական դատարան եւ դրա արդյունքում քրեական դատարանը քննության կառնի դատապարտյալի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցը։ Այո, ինչպես նշեցի, նախկին կարգավորումները կապված անկախ հանձնաժողովի հետ այլևս չկան, այսինքն այն ժամանակ անկախ հանձնաժողովը եթե մերժում էր, արդեն դատապարտյալի հարցը այլևս դատարանում քննության առարկա չէր դարձնում, բայց քանի որ դա անթույլատրելի եւ ստացվում է իրավիճակ, որ անկախ հանձնաժողովը ստանձնում է դատարանի դերը, հետեւաբար այդ կառուցակարգերը վերացվեցին, նոր օրենսդրական կարգավորումներով ստեղծվեցին արդեն զեկույցների կազմման ընթացակարգը եւ դրա ցանկացած կազման, հա, ցանկացած արդյունքի պայմաններում դատապարտյալը հնարավորություն ունի իր հարցը քննարկման առարկա դարձնել դատարանում։ Այս գործընթացում իրականում մեծ դեր ունի փաստաբանը եւ փաստաբանը էապես կարող է դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում բեկումնային, հա, փոփոխություններ մտցնել, սակայն պետք չէ փաստաբանի մասնակցությունը սահմանափակել միայն դատական նիստին այդ հարցի քննարկման մասնակցելով, հա, եթե դատապարտյալը ցանկանում է, որպեսզի իր այդ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցում փաստաբան ներգրավի եւ փաստաբան մասնակցի, ապա այդ փաստաբանի մասնակցությունը պետք է կատարվի այդ զեկույցները կազմելուց առաջ, այսինքն մինչեւ զեկույցների կազմելը փաստաբանը պետք է ծանոթանա դատապարտյալի անձնական գործին եւ անմիջականորեն գործողություններ իրականացնի եւ իր կողմից էլ փաստեր ներկայացնի թե քրեակատվական ծառայությանը, թե
պրոբացիայի ծառայությանը, որը նպատակ կհետապնդի այդ զեկույցների դրական կազմման համար։ Փաստաբանի մասնակցությունը նախ առաջինը շատ կարևոր է եւ երկրորդը կարևորվում է ոչ միայն դատական նիստին մասնակցելուց, այլ միջև այդ զեկույցների կազմման գործընթացին անմիջականորեն մասնակցելուց։ Դատապարտյալների հետ կապված առաջին իմ նկատառումը այն է, որ նրանք պետք է դրսևորեն հնարավորինս դրական վարքագիծ, այսինքն հնարավորինս փորձեն չստանալ կարգապահական տուժեր եւ դրան զուգահեռ դրական վարքագիծ դրսևորեն, մասնակցեն միջոցառումների վերասոցիալականացման աշխատանքների եւ փորձեն ստանալ խրախուսանքներ։ Դա վարքագծի հետ կապված, այսինքն որքան դրական վարքագիծ դրսևորեն, զերծ մնան հանցանքներից եւ զանցանքներից, պատժի կրման ընթացքում, դրա արդյունքում շատ ավելի կմեծանա հավանականությունը, որ նրանք կարող են պայմանական վաղաժամկետ ազատվել։ Ինչ վերաբերում է հարազատներին, ապա հարազատներն էլ իրենց հերթին պետք է եւ ազդեն այս գործընթացի, այսինքն դատապարտյալների դրական վարքագիծ դրսևորելու եւ փորձեն արդեն արտաքին աշխարհում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ թե պրոբացիայի ծառայությունը եւ թե քրեակատարական ծառայությունը ընկալեն եւ ընդունեն, որ երբ անձը ազատվի, պատժից պայմանական վաղաժամկետ, կարող է նորմալ վերասոցիալականացվի եւ արդեն սոցիումի մեջ բոլոր մարդկանց հետ որևէ առանց խնդրի եւ որևէ առանց նոր հանցանք կատարելու բնակվի, եւ դրա առաջին հանգամանքներից դրանոցի ցուցիչներից մեկը այն է, որ պետք է նրա ընտանիքի անդամները հնարավորինս բոլոր ջանքերը գործադրեն եւ ցույց տան թե պրոբացիայի ծառայությանը, թե քրեակատարական ծառայությանը, որ եթե իրենց հարազատը կամ իրենց բարեկամը ազատվի, ապա նա կունենա աշխատանք, կունենա բնակության վայր եւ որևէ կերպ զերծ կմնա հակաօրինական վարքագիծ դրսևորելուց, եւ իհարկե եթե ունեն պատճառված վնաս, անպայման փորձեն փոխհատուցել այդ պատճառած վնասը։